Բարի արև սիրելի խեցգետիններ, արևի նշանով եւ ասցենդենտի նշանով, այսօր 30-ն է սեպտեմբերի վերջին օրը, իմ օրացույցով մարսի օրը, մարսն է ձեզ բաժին ընկել, ահա, եւ ես այսօր կներկայացնեմ ձեզ հոկտեմբեր ամսվա համար կանխատեսումի դեպ նշեմ, որ դուք 8 տեղից շարժվել եք վերջի տեղ, 12 տեղ եւ ձեզանով ավարտում ենք կենթանակերպի նշանների համար կանխատեսումը հոկտեմբեր ամսվա, այդպես փաստորեն ամենակիչ հետաքրքրվողները, հետաքրքրվածները դրանք խեց գետիններն են, ահա, բացահայտեցինք։ Եվ հոկտեմբեր ամսվա համար ինչ ունենք, ինչ փոփոխությունների դեպ մենք հիմա գտնում ենք արևի խավարման այդ ժամանակահատվածում եւ 7-ին միայն լուսնի խավարումով դա մեծ հաշվով մոտենում է իր ավարտին, բայց պլյուս-մինուս 2 ամիս ինքը դեռևս աշխատում է։ Լիալուսին, նորալուսին, Մերկուրին կփոխի իր նշանը, 2 անգամ արևը կփոխի իր նշանը, Վեներան, Նեպտունը եւ Պլուտոնը կդառնա ուղղընթաց։ Ահա, ուրեմն այսպիսի փոփոխությունները, նրանք ովքեր քիչ թե շատ հետաքրքրված են, իրենք արդեն պատկերացնում են, հասկանում են, թե այդ մոլորակների փոփոխությունը, ինչպիսի տրամադրություն եւ այսինքն ինչ փոփոխություն կբերի իրենց կյանք, արդեն դա པարզ է դառնում։ Ես մի փոքր ավելի պարզապես կմանրամասնեմ եւ այսպես 6-ին հոկտեմբերի մինչև հոկտեմբերի 29 այստեղ գիտեք թեման հիմա Մարսը գտնվում է Կարիճի նշանում, Մերկուրին եւս կմտնի, այնտեղ ունեք նորից այլ մոլորակներ եւ ձեր ուրեմն ուշադրությունը ուղղված է դեպի ձեր երեխայի թեման։ Այստեղ երեխա ունենալ կամ եթե արդեն երեխաներ ունեք մեծ են, ինչ որ խնդիրներ եթե կան, որովհետև այդ հարցում եւս գործողություններ են տարվում դժվարությամբ, բայց այդ գործողությունները արվում են եւ այստեղ եւս մի օգնող միջոց է ավելանում, հավանաբար նոր հանդիպումներ կլինեն, փաստաթղթեր կլինեն, ինչ որ գործարքներ կարող եք ուրեմն կնքել եւ այլն, շատ տարբեր ուրեմն իրադարձություններ կլինեն ըստ ձեր անձնական քարտեզի, բոլոր դեպքերում այդպիսի տրամադրություն կա։ Ինչ խոսք դուք ջրի նշան եք եւ Մերկուրի հայտնվելը ջրի նշանում ձեզ համար շատ ավելի լավ կլինի, շատ ավելի հեշտ կլինի, բայց արդյոք Մերկուրիի համար Կարիճի նշանում հաճելի է, չեմ կարծում, բոլոր դեպքերում այստեղ, որովհետև ապրումները խորն են լինելու կապված երեխայի հետ կամ ձեր բիզնեսի հետ կամ ընդհանուր այդպես մոտորումների մեջ կլինեք, զգացմունքները բարձր կլինեն, խորը կլինեն ապրումները այդպես, բայց ես կարծում եմ դա ձեզ չի խանգարի, միգուցե դրանք լավ զգացողություններ լինեն, ահա, այնուհետև 7-ին կլինի լիալուսինը, Հայաստանի ժամանակով 7:48 րոպե արևի լուսինը կհակադրվեն 15 աստիճանում եւ այն տեղի կունենա ձեր 10-րդ տանը, ահա վերաբերում է ձեր նպատակներն են, ձեր կարիերան են եւ այստեղ դուք միգուցե ինչ որ ընտանեկան հարցեր ավարտում եք, ինչ որ այդպես հարաբերություններ, գործեր եւ հիմա այդպես ձեզ համար կարևորում եք ուրեմն կարիերայի հարցը, բոլոր դեպքերում այստեղ որոշակի ապրումները մի խոսքով շատ են լինելու, այսինքն կարիերան, որով պայմանավորված է ձեր նաև ընտանեկան հարցը, այսպես միախառնված վիճակ է։ Այս վիճակը ինքը բոլոր դեպքերում կհասնի տրամաբանական ավարտին, թեկուզ պրոյեկտի տեսքով, բայց դուք կհասկանաք ձեր հետագա անելիքները, դա էլ քիչ բան չի, եւ հոկտեմբերի կեսերին երկու իրադարձություն միանգամից մոլորակները կփոխեն, Վեներան կփոխի իր նշանը, Պլուտոնը կդառնա ուղղընթաց եւ մենք ունենանք հետեւյալ իրավիճակը, այստեղ տան ընտանեկան թեման է ձեզ համար կարևորվելու, հավանաբար այդտեղ կփորձեք ինչ որ շտկումներ մտցնել, հարաբերությունները շտկել նաև, հա, Վեներան բերում է թե ֆինանսների թեմա եւ թե գիտեք դա իր նշանն է
ընտանիքում փորձել սիրո զգացողությունը, ջերմությունը մեծացնել, բոլոր դեպքերում կձգտեն խեցգետինները դրան, դուք հնարավորություն ունեք սիրելի խեցգետիններ մինչև նոյեմբերի 7-ը, որտեվ դրանից հետո արդեն Վեներան այդքան էլ լավ տեղում չի հայտնվելու, այնպես որ մաքսիմալ օգտագործեք եւ փորձեք ձեր հարաբերությունները կարգավորել, շտկել անպայման եւ իհարկե Պլուտոնը ձեր ֆինանսների տանն է, ինքը դառնում է ուղղընթաց, դեռևս 20 տարի այնտեղ է, ես հիշեցնեմ նրանց, ովքեր նոր են միացել, եւ իհարկե Պլուտոնի էներգիան շատ ծանր է, մանավանդ որ ինքը իր տանն է գտնվում, շատ ծանր է եւ ճիշտ է ֆինանսներ է բերում, ֆինանսների էներգիան էլ է ծանր, այնպես չի որ ծանր էներգիա է ֆինանսները եւ բոլոր դեպքերում, եթե դուք ձեր անձնական քարտեզում ունեք լավ ասպեկտացիաներ, այստեղ բավականին ֆինանսներ կարող եք աշխատել, նվերներ, մեծ գումարներ, ինչպես ասում են, ձեզ մոտ կլինի։ Այսպիսի իրավիճակ է եւ շարժվենք առաջ 21-ին տեղի կունենա նորալուսին Հայաստանի ժամանակով 16:25 րոպե, արևելք լուսինը կմիանան 29 աշճանում եւ ձեր ընտանիքում, այսպես ասած, ընտանեկան մթնոլորտում այստեղ նոր սկիզբ է դրվում եւ իհարկե հարաբերությունների նոր սկիզբ եւ ցանկալի է որ այդտեղ Վեներան փորձեց հարցերը կարգավորել եւ հիմա նոր հարաբերությունների նոր սկիզբ դրվի, որտեղ լինի գերիշխող սերը ցանկալի է եւ բնականաբար այստեղ շատերի մոտ ովքեր բիզնեսով են զբաղվում, այստեղ կարող է բնակարան գնեն կամ վաճառեն, սա եւս ձեր անձնական քարտեզով պայմանավորված, դա կարող է լինել դա ձեզ հաջողվել կամ չհաջողվել, այնպես որ նորից պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, ավելին չեմ կարող ասել։ Բոլոր դեպքերում արևը կբերի ջերմություն ձեր ընտանիքում, ձեր տանը նորալուսինը եւ արևը արդեն 22-ին Նեպտունը կդառ հետընթաց է, ինքը գտնում է խոյի նշանում, ինքը կմտնի ձկան նշան, այսինքն դեռևս հարցեր կան, անորոշ հարցեր, մթին հարցեր, որ մնացել են արտերկրի, ձեր հարաբերությամբ արտերկրի հետ կապված եւ այդտեղ հարցեր կան, որ դուք դեռևս պիտի ավարտվի եւ 26 թվականը մինչեւ 26 թվականը ինքը միանշանակ ավարտվի, չեմ կարծում ավելին ձգձգվի, մինչեւ 26 թվականը կավարտվի, մինչեւ եւ իհարկե հաջորդ իսկ օրը 23-ին արդեն հոկտեմբերի արևը կմտնի կարիճի նշան եւ մինչեւ նոյեմբերի 22-ը այնտեղ է մնալու եւ այստեղ ես ասացի որ ամբողջ կարծես թե ջանքերը, գործունեությունը, միտքը ամբողջ այդպես սևեռված է դեպի երեխայի թեման եւ այդտեղ կկատարվեն ճակատագրական ինչ խոսք իրադարձություններ, մի քանի առումներով նույնիսկ միգուցե այնպես որ ինքը կարծում եմ կօգնի այդ հարցում ես էլ որքանով կարողացա ձեզ օգնեցի այս հարցում կանխատեսման հոկտեմբեր ամսվա տեսնում եք չնայած ձեր հետաքրքրությունը քիչ են բայց բոլոր դեպքերում շատ լինեին ավելի շատ կկիսվեինք բոլոր դեպքերում ես ձեզ ասեցի հիմնական կարևոր բանալիները, քանզի մնացած արդեն պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, ասելը, մանրամասնելը իմաստ չունի։ Ինձ մնում է միայն հիշեցնել, որ Յուպիտերն է գտնվում ձեր նշանում, եւ եթե ինքը ունի լավ ասպեկտացիա, բնականաբար այստեղ 12 տարին մի անգամ է լինում եւ մեծ հնարավորություններ է ինքը ձեզ ընձեռում թե ուսումը շարունակելու, թե ամուսնության հարցում, թե դատական հարցերում, թե այլ ուրեմն հարցերում ինչ խնդիրներ որ ունեք, այստեղ ինքը միանշանակ հաջողում է հիմնականում հնարավոր է որ նաև գումարներ գնան այդպես այսքանը թերևս սիրելի խեցգետիներ եղեք ակտիվ գրեք ձեր տպավորությունների մասին որքանով խորհուրդը ձեզ օգտակար եղավ, որովհետև երբ նախապես դու արդեն գիտես ինչ փոփոխություններ են լինելու, դու պատրաստվում ես եւ շատ ավելի հեշտ է լինում, քան ոչինչ չիմանալ այդ մասին։ Այսքանը լավ եղեք, գրեք ձեր տպավորությունների մասին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ։